got this more right. Let me check. What is your name? What is this? And the title is impressive. Prayer for peace. Yes, sir. Մեծարգո պարոն նախագահ, ձեր այդ գերազանցություններ, մշակույթի հարգելի գործիչներ, գիտնականներ եւ արվեստասերեր հարգելի ներկաներ։ Ինձ համար մեծ պատիվ այսօր գտնվել Աթենքում, համաշխարհային քաղաքակրթության այս բացառիկ կենտրոնում եւ մասնակցել Գրիգոր Նարեկացիի նվիրված աղոտ խաղաղության խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը, բյուզանդական եւ քրիստոնեական թանգարանը։ Այս իրադարձությունը ոչ միայն մշակութային կարևոր նախաձեռնություն է, այլև խորապես խորհրդանշական հանդիպում, հոգևոր ժառանգության եւ խաղաղության ձգտման շուրջ։ Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա։ Մեր ժողովուրդների միավորում է ոչ միայն պատմական ճակատագրի ընդհանրությունը, այլև քրիստոնեական հավատքի, մարդասիրության եւ մշակույթի այն հարուստ շերտը, որն էլ այսօր շարունակում է ձևավորել մեր ինքնությունը։ Աթենքում Գրիգոր Նարեկացիի ժառանգության ներկայացումն այս բարեկամության հերթական վկայությունն է, կամուրջ անցյալի եւ ներկայի Հայաստանի եւ Հունաստանի միջեւ։ Մշակույթը եւ արվեստն այս գործընթացում ունեն առանձնահատուկ դեր։ Դրանք կարող են անել այն, ինչ երբեմն չի հաջողվում քաղաքականությանը, ստեղծել երկխոսություն եւ վերականգնել վստահություն։ Այս ցուցահանդեսը հրավիրում է մեզ խորհելու ոչ միայն անցյալի մասին, այլ ներկայում մեր ունեցած պարտավորությունների եւ ապագա անելիքների շուրջ։ Սիրելի բարեկամներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ցուցահանդեսի կազմակերպիչներին, թանգարանի ղեկավարությանը եւ բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումն ու ջանքերն են ներդրել այս կարևոր նախաձեռնության իրականացման համար։ Իհարկե առանձնահատուկ շնորհակալության նկարների հեղինակին Տաթևին։ Իրականում ձեր աշխատանքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մշակույթը կենթանի կամուրջ է ժողովուրդների միջեւ։ Թող Գրիգոր Նարեկացիի աղոթքը խաղաղության համար հնչի ոչ միայն այս սրահում, այլև մեր բոլորի սրտերում։ Թող այն դառնա հիշեցում, որ խաղաղությունը սկսվում է յուրաքանչյուրիցս, մեր մտածողությունից, մեր խոսքից եւ մեր գործերից։